ինչ որ անում են, պատճառը վստահաբար վախն է։ Իրենք էլ վստահաբար իրենց հարցումներն ունեն, հանրության տրամադրությունը ստուգելու ձևն ունեն, գիտեն, որ վերընտրվելու շանսերը փոքր են, հատկապես հզոր մրցակիցներ ունենալու ֆոնին։ Դրա համար բոլոր կողմերից հարձակվել են, էլ թոշակների բարձրացման խոստում, առանց հեռանկարի, էլ իբր ջրերն են տանում, հետո տալիս, էլ ընտանեկան դրամաներ են ցույց տալիս, ու Աստված գիտի, թե ինչեր կա մտքներին դեռ։ Եթե տեխնոլոգները Նիկոլին ասեն, որ պետք է կնոջդ նկատմամբ քրգործ հարուցես, ասենք իմ քայլը հիմնադրամով ինչ որ չարաշահումների համար, դա էլ կանի, որ ասեմ պետք է որդուդ դատես պատերազմի ժամանակ դասալքության մեղադրանքով, կամ ասենք այն մեղադրանքով, որ նրան պատերազմի դաշտից դուրս բերելու համար զոհեր են տվել, դա էլ կանի։ Վստահ եմ, ցույց կտա, որ կոռուպցիան ու դավաճանությունը չի հանդուրժում, ով ուզում է լինի թեկուզ ընտանիքի անդամ։ Նիկոլը, որ իր ու կնոջ սաղ ազգուտակին տեղավորվել է աշխատանքի, մի մասին դարձել է բիզնեսմեն, ցույց կտա իբր կոռուպցիան չի հանդուրժում։ Այս ընտրություններում իշխանությունն ունի մեկից ավելի հզոր հակառակորդ, որոնց ինքը համարում է թշնամի։ Նա նաև հասկանում է պարտվելու դեպքում հեռանկարները։ Ինքը բանտ։ Բացի այդ, կարծում եմ, բացահայտվելու են կոռուպցիայի, թշնամու եւ այլոց հետ պայմանավորվածությունների բազմաթիվ դրվագներ, դավաճանության դրվագներ, նախկին սոված թիմը զրկվելու է լծակներից, փողից, հնարավոր է շատ արագ կուտակված հարստությունից։ Այդ ամենը թույլ չտալու համար սրանք կանեն ամեն ինչ։